աշխարհի ամենահավատարիմ հեռուստադիտողին մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում դա նշանակում է թողնում ենք բոլոր գործերը նստում ենք հարմար բազմոցին ու հետևում մեր ծրագրին այսօր երաժշտական եթեր ենք ունենալու եւ սկսենք կրկին երաժշտությամբ մի լավ տեսահոլովակ այս պայն ձեզ համար գնացինք Վերադարձանք տաղավար եւ այսօր ունենք յուրահատուկ երաժշտական հյուր, ով ունի նորություն եւ իր հետ բերել է որպեսի մենք եթերում լուսաբանենք ու վայելենք նրա կատարումը այսօր մեր հյուրն է երգիչ Կարեն Մադոյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ Կարեն ջան, որ մեր տաղավարում եք այսօր։ Շնորհակալ եմ, ես եմ շատ ուրախ, որ իմ առավոտը սկսում եմ ձեզ հետ միասին։ Կարեն երկար տարիներ է, որ երգում եք, կաք ասպարեզում, սիրված եք ունեք յուրահատուկ ձայն, բայց արի ուտես, որ տեսահոլովակը նորություն է եւ նորությամբ եք հայտ գալիս իմ ամենա, այսպես է կոչվում։ Մի քիչ կպատմեք երգի պատմությունն առհասարակ։ Ուրեմն ասեմ, երգը ինքը ծնվել է ավելի ճիշտ իմ ընկերոջս կողմից է եղել, նվեր է եղել իմ ամուսնության հարսանիքի ժամանակ։ Հենց հարսանիքին ձեր նվերը, Այո, հենց հարսանիքի ժամանակ է եղել, ինքը ունի երկար պատմություն 2017 թվականին երգը եղել է, ուղղակի ինչ-ինչ հանգամանքներով, ինչ-ինչ պատճառներով երգը 15 տարվա պատմություն ունի երգը։ Բայց Փառք Աստծո այսօր երգը արդեն մշակեցինք, երգը նորաձև սարքեցինք եւ նկարանեցինք սիրուն տեսահոլովակ։ Մինչ կխոսենք տեսահոլովակից եւ մանրամասներից առաջարկում եմ հենց այս պայն մեր եթերում անենք պրեմիերա։ Այնպես որ Կարեն Մադոյան, իմ ամենա 21 TV-ի եթերում պրեմիերա, վայելենք միասին կատարումն ու քննարկենք։ Շնորհավորում եմ Կարեն ջան, շատ քաղցր, անուշ, հիշվող հիթ է ստացվել։ Վստահաբար կսիրվի հեռուստադիտողի ու հանդիսատեսի կողմից։ Եկեք խոսենք ով է տեսահոլովակի հեղինակը, սցենարական մտահեղացում, մասնակիցներ եւ այլն։ Ուրեմն տեսահոլովակ երգը նախ խոսք եւ երաժշտությունը իմ տաղանդավոր ընկերոջն է, ով այս պայն գտնվում է Միացյալ Նահանգներում, Արմենը Մնացականյան, ով Ողջունում ենք այո ընկերոջս, ով ունի բազում նաև ասեմ նա հիասքանչ տեսահոլովակներ է նկարում Միացյալ Նահանգներում մեր շատ սիրելի արտիստներին։ Երգի հեղինակը երաժշտությունը ինքն է, ձայնագրել եմ եւ միքս մաստերինգ արել է իմ տաղանդավոր ընկերը Գևորգ Հովհաննիսյան, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արմենը Գևորգյան։ Արմեն Գևորգյանն է նկարել տեսահոլովակը, կարծում եմ շատ գեղեցիկ ու յուրահատուկ է։ Իսկ ով է հերոսուհին տեսահոլովակի։ Հերոսուհին Անգելինան։ Գեղեցկուհի։ Մի Անգելինան։ աղջնակ, ով իր կերպարը լավ տարավ։ Շնորհակալություն բոլորից, բոլոր իմ ընկերներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել, ովքեր ինչ որ հարցով ինձ օգնել են, իմ կողքին են եղել, բոլորից շատ շնորհակալ եմ։ Մենք էլ ձեզ ենք շնորհավորում պրեմիերայի կապակցությամբ ու մաղթում բազում նոր տեսահոլովակներ, որպեսզի մենք էլ եթերում իսկապես վայելենք ու բարի երթ մաղթենք ձեզ։ Մի քիչ ձեր գործունեությունից խոսենք, հա, առհասարակ ճանապարհներ ձեզ Միացյալ Նահանգներ, Հայաստան, մի քիչ կպատմեք ձեր անցած ուղու մասին։ Ես ճիշտ ասած Միացյալ Նահանգներ դեռ չեմ եկնել, բայց երբ որ երգը ընկերս նվիրել այդ ժամանակ ինքը Հայաստանում էր։ Իմ գործունեության մասին ասեմ, որ ես մանկուց երգել եմ, սովորել եմ Ջիվանու անվան աշխուհական դպրոց, որից հետո մեկնել եմ Հայոց բանակցարարության, այնուհետև եկել եմ ընդունվել եմ Երևանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջ, հիմա կոչվում է Շարլ Անձնավորի անվան մշակույթի քոլեջ։ Այո։ Ավարտել եմ այնտեղ Ջիվանու անվան աշխուհական դպրոցում, սովորել եմ իմ շատ սիրելի մեծ վարպետ Մխիթար Քեցյանի մոտ, այնուհետև ջազ քոլեջում երբ որ սովորել եմ մեր լեգենդար Ռուբեն Մաթևոսյանի դասարանում եմ եղել։ Այդպես երգել եմ, ինչ օրս երգում եմ, ունեցել եմ բազում համերգներ, բազում մրցույթների եմ մասնակցել, Արցախում եմ եղել բարեգործական համերգների զորամասերում, այդպես էլ է։ Մեծ ու հրաշալի ուղի ու ֆանտաստիկ վարպետներ, հետաքրքիր ինչպես ուղին ձեզ բերեց աշխուղական ազգային երգից դեպի էստրադա, դա ավելի հոգեհարազատ դարձավ ձեզ համար։ Գիտեք, ես պահպանում եմ մինչ օրս մեր աշխուղական, գուսանական երգերը սիրում եմ, որովհետև մանկուց ես մեր ընտանիքում լսել եմ իմ մայրս երգել է, տատիկս երգել է,
ու իմ մեջ միշտ սերմանել է, դա չեմ կարող ես առանձնացնել։ Եվ, հա, որովհետև այսօր մի քիչ ուզում եմ ժամանակի հետ համընթաց, ինչ որ շուկան պահանջում է, ինչ որ արդիական է, այդպես։ Բայց ես չեմ մոռանում իմ աշխատականը, միգուցե մի լավ գեղեցիկ օր, գեղեցիկ կատարում նաև մեր աշխատական ու գուսանական երգերից կատարեմ։ Բայց քանի որ մեր եթերում մենք այսօր այցինք պրեմիերա, իմ ամենան արդեն վայելեց հեռուստադիտողը, առաջարկում եմ մի փոքր կատարում աշխատական հենց այսպես կենթանի մեր եթերում, որպեսզի նաև լսենք ու վայելենք ձեր քաղցր ձայնն այսպես։ Սիրով, քանի որ առավոտյան է, ես երգեմ ամեն առավոտ, ամեն երեկո։ Հրաշք, վայելում ենք։ Ամեն առավոտ, ամեն երեկո, ճամփիդ կսպասեմ յար, պապագ ու կարոտ, ամեն առավոտ, ամեն երեկո, ճամփիդ կսպասեմ յար, պապագ ու կարոտ, անման փերի ինչու զրկեցիր, թողիր ինձ այսպես ջիգարս յարոտ, ջիգարս յարոտ, մարալ ջան հեզարի, քիչ եմ թեզարի, ընձելավ յար չունիս, ընձելավ յար չունիս, հեչ մի բեզարի, քիչ եմ թեզարի։ Կարեն ջան, խոսքեր չեմ գտնում ուղղակի փշաքաղեցնող իրական մաքրամաքուր մերը, շնորհակալ եմ անչափ։ Այստեղ են ասել ավելի լավ է մեկ անգամ լսել, քան 100 անգամ խոսել։ Իսկապես ստացված զրույց ստացվեց, որովհետև վայելեցինք թե ձեր էստրադային եւ թե ձեր ժողովրդական ու ազգային կատարումը։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ տաղավարում էիք։ Ես էլ եմ շնորհակալ շատ հրավերքի համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք պրեմիերայի կապակցությամբ, ցանկանում շատ դիտումներ, թող որ տարածվի հոլովակը ու գնալով միմիայն առաջ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ հրավերքի համար, շնորհակալ եմ ձեր ողջ թիմին, շատ հաճել էր այստեղ գտնվելը, ձեզ հետ այս առավոտը անցկացնել, շնորհակալ եմ։ Մեր հյուրն էր ազնիվ, մաքուր, արդար երգիչ Կարեն Մադոյանը, շնորհակալություն ձեզ։ Իսկ դուք սիրելիներս մեր լավ երգիչներին աջակցեք նաև դիտումներ ապահովելով, փնտրելով YouTube-ում ու շատ տարածելով։ Իմ ամենա նոր տեսահոլովակ պրեմիերա մեր եթերում տեղի ունեցավ։ Այսօրվա երաժշտական եթերն այսպիսին էր, մնացեք բարով ու տարածեք բարություն։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր առայժմ։ Իմ այսօրվա տեսքն ու դիմահարդարումն ապահովվել է Աննա Մեյքափ ստուդիոն։ Դիմահարդար Աննա Մխիթարյանը, նրանց հասցեն է Մարգարյան 37։